Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, որ Վլադիմիր Պուտինը չունի ընկերներ, նա չունի անձինք քիմիական, դա Քոչարյանին էլ է վերաբերում, որոնց ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում եւ տեսնելով սա պարտադիր բաղադրիչ է, որ նրանք չեն կարողանում կատարել իրենց վրա դրված խնդիրը, մոռանում է։ Եվ այդ մոռացության ընթացքում լուրջ խնդիրներ կարող է տեղի ունենալ պարոն Կարապետյանի դեպ դրա համար ես որքանով տեսնում նա այդքան ռադիկալ չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին վիրավորանքների սկզբում այո իրենք իրար փոխադարձ վիրավորում են, բայց հիմա նա փորձում է այսպես իդեպ իրեն աջակցող մամուլում ես հաճախ վերնագիր եմ տեսնում, որ սխալը Ռուսաստանի հետ ասոցացվելն էր, այն որ այդպեսի վերնագիր տեսա, այսինքն դե պարզ է որ Ռուսաստանի հետ պիտի ասոցացվեն, բայց հիմա արդեն ասում են, չէ, այնպես չի որ ճիշտ էր, այսքան ընդունում են, որ Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում շատ ցածր է, բացասական է։ Համենայն դեպս մի բան ակնհայտ է, իրենք շատ լավ գիտեն, որ մի փոքր մասնիկ են մեծ խաղում, որը կարող է ամեն պահի փոխվել եւ մի նախադասություն այդ ադրբեջանցիների հետ կապված դա մտածածին չի։ Հայաստանի իշխանությունները դա ռոպագանդա էլ կա Հայաստանում իշխանական, ասում են, որ դա մտածածին է։ Ոչ, դա մտածածին չի, ինչ առումով, այո, իրենք չեն վերադառնա կամ այս բային, բայց դրանով կլարեն անընդհատ հայ հասարակությանը եւ կստեղծեն նաեւ լավ, այսպես, շանսեր ընդդիմության համար, իդեպ սա հետաքրքիր է, անընդհատ ասելու, որ տեսնում եք, իրենք խաղաղություն չեն ուզում, Փաշինյանը կապիտուլյանտ է։ Ես այդ տարօրինակ, այսպես եմ նկատել, որ ասում են իբրև թե Ալիևը աջակցում է Փաշինյանին, բայց իր յուրաքանչյուր հայտարարությամբ ավելի ձեռնտու դիրքերում է դնում ընդդիմությանը, որը ասում է, տեսեք ինչ է ասում։